Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո Գյումրիի ավականու հերթական նիստը դեռ չսկսված հետաձգվեց։ Այսինքն 17 ավականու անդամ չի գրանցվել։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը բոյկոտել էր նիստը, իսկ ընդդիմադիր 4 ուժերը միասին այժմ ունեն 19 մանդատ։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա կուսակից Տիգրան Ավագյանը կալանավորված են։ Իհարկե քվորում ապահովել կստացվեր, եթե անձնական խնդիրների պատճառով ստիպված չլիներ բացակայել նաև Նարեկ Միրզոյանը, մեր քաղաքը դաշինքից։ Խնդիրը չափազանց զգայուն է, կնոջ առողջական վիճակով է պայմանավորված եւ որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ հենց այս նիստի օրը պիտի, ասում եմ, 3 ինքը եղել է աշխատանքային օրակարգի մեջ, որ ԿՊԸ բոյկոտեր նիստը սպասելի էր ավականու ընդդիմադիր ուժերի համար։ Ըստ նրանց ԿՊԸ-ականները փորձում են կրկին կառավարման ճգնաժամ ստեղծել Գյումրիում ու ամեն գնով վերցնել իշխանությունը։ Փաստացի 17,000 ձայն իրենք են ստացել, 30,000 մարդ փաստացի իրենց դեմ է քվեարկել եւ այդ դեմ քվեարկողների որոշումով քաղաքը ունեցել է ընտրված քաղաքապետ ավականու նիստով։ Հիմա 17,000 մարդու թող պատրաստ լինեն պատասխան տալու, թե ինչի իրանք այսօր չեկան։ Իշխող ուժը կեղտոտ մեթոդներ է գործի դնում գյումրեցիների քվեն գողանալու համար, վստահ է ընդդիմությունը։ Այն օրը, երբ Վարդան Ղուկասյանը ընտրվել է քաղաքապետ, նրան սկսել են գաղտնալսել, սկանդալային բացահայտումը նրա փաստաբանն է անում։ Ապրիլի 28-ին դատական ակտ են կայացրել, որի մասին մենք իմանում ենք վերջերս, որ պետք է ամբողջությամբ գաղտնալսեն, իդեպ ես սա ասում եմ նրա համար, որպեսզի մեր բոլոր ավականի անդամները չվախենան իհարկե, երբեք չվախենակ որևէ մեկի շանտաժից, բայց այնուամենայնիվ ես չեմ բացառում, որ ձեր նկատմամբ է կարող է լինել նման ակտեր, իմ նկատմամբ էլ, որովհետև այդ ակտերը չեն ընդունվել օրենքով սահմանված կարգով, բայց նրանք ունեցել են մուտք դեպի ձեր անձնական կյանքը եւ դեպի ձեր ընտանեկան կյանքը։ Պարոն Ղուկասյան, հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է։ Վարդան Ղուկասյանին դեռ բժշկական բուժօգնություն չի ցուցաբերվել կալանավայրում, մասնագետների մուտքը կենտրոն քրեակատարողական հիմնարկ արգելում են։ Փաստաբանները բուժող բժշկի փաստաթղթերը գցել են իրենց դիմումներին, որ կալանավայր նրա մուտքը թույլատրվի, բայց արձագանք դեռ չեն ստացել։ Պարոն Ղուկասյանի նկատմամբ տեղի է ունենում բացառիկ անմարդկային վերաբերմունք, որը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով։ Այլ կերպ մենք սա չենք կարող գնահատել։ Եվ արդեն մենք ունենք ամսի 6-ից սկսած, այսօր արդեն ամսի 11-ն է, օրեր շարունակ բուժօգնության չտրամադրման բացառիկ մի դեպք, որը կարող է հանգեցնել մարդու առողջական վիճակի ավելի վատթարեցմանը։ Զարուհի Փոստանջյանը ահազանգում է, Վարդան Ղուկասյանի խցում չկան անգամ սանիտարական նվազագույն պայմաններ։ Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։